70 երկրներից 133 կարդինալներ են ժամանել Վատիկան Հռոմի նոր պապի ընտրության համար։ Գործընթացը հայտնի է կոնկլավ անունով, լատիներեն փակ սենյակ։ Կարդինալները հավաքվել են Սուրբ Մարթայի տանը Սուրբ Պետրոսի տաճարին կից կառույցում։ Ավանդույթի ուժով բոլոր կարդինալները հանձնել են կապի միջոցները եւ ընտրական գործընթացի ընթացքում ամբողջությամբ մեկուսացել արտաքին աշխարհից։ Ամենաբարձր պաշտոնի թեկնածուն պետք է ստանա կարդինալների ձայների 2/3, գումարած 1 քվե, այսինքն 89 ձայն։ Քվեարկելու իրավունք ունեն այն կարդինալները, որոնց տարիքը չի գերազանցում 80-ը։ Իտալական Corriere della Sera թերթը նշում է, որ Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, որը համարվում է Սուրբ Աթոռի ամենափորձառու դիվանագետներից մեկը, պապ ընտրվելու մեծ հնարավորություններ ունի եւ հաստատ կարող է ակնկալել 50 ձայն։ Հենց նա է ղեկավարելու ընտրական գործընթացը Սիկստինյան կապելլայում։ Պոնտիֆիկոսի ընտրության գլխավոր նշանը կլինի Սիկստինյան կապելլայի ծխնելույզից բարձրացող սպիտակ ծուխը։ Սև ծուխը կնշանակի, որ ոչ մի կարդինալ չի հավաքել անհրաժեշտ քանակի ձայներ, եւ ընտրողները սկսել են քվեարկության հերթական փուլը։ Նորընտիր պապը կարող է ընտրել արդեն գոյություն ունեցող գահական անուններից մեկը կամ ընտրել նոր անուն, ինչպես արեց Ֆրանցիսկոսը։ Նոր առաջնորդի ընտրած անունը կարող է պատկերացում տալ նրա առաջնահերթությունների մասին։ Կաթոլիկ եկեղեցին պատմության ընթացքում ունեցել է 266 պապ, սկսած Պետրոս Առաքյալից եւ մոտ 80 գահական անուն։ Մինչև 10-րդ դարը Հռոմի շատ առաջնորդներ պահպանում էին իրենց մկրտության անունը, սակայն նույնիսկ երբ անվան փոփոխման ավանդույթն ամրապնդվեց, չեղան պապական որոշումներ, որոնք պարտավորեցնեին նորընտիր առաջնորդին դա անել։ Այնուամենայնիվ, ավանդույթը պահանջում է, որ նոր ընտրված պոնտիֆիկոսն ընտրի նախկինում օգտագործված անուններից, հաշվի առնելով ժամանակի պատմաքաղաքական համատեքստը, որովե սրբի հանդեպ առանձնահատուկ հարգանքը կամ ցանկությունը ընդգծել նոր պապի շարունակականությունը իր նախորդի հետ։ Սակայն Վատիկանում եղել են նաև նորարարներ։ 1978 թվականին Վենետիկի պատրիարք եւ Դալմացիայի պրիմաս Ալբինո Լուչյանին, որի պոնտիֆիկատը տևեց ընդամենը 33 օր, ընտրեց կրկնակի անուն՝ Հովհաննես Պողոս, ի պատիվ իր երկու նախորդների եւ Վատիկանի երկրորդ տիեզերական ժողովի բարեփոխումների առաջնորդներ Հովհաննես 23-րդի եւ Պողոս 6-րդի, որոնք 2014 թվականին արդեն Ֆրանցիսկոսի օրոք սրբադասվեցին։ Ամենատարածված անունը, որը ընտրում են պապերը, Հովհաննեսն է։ Այս անունով պոնտիֆիկոսները եղել են 20-ից ավելի, ընդ որում Հովհաննես 20-րդ ընդհանրապես չի եղել։ Թվերի խառնաշփոթն առաջացել է եկեղեցական պառակտումների եւ այդ անունով մի քանի կարճաժամկետ հակապապերի պատճառով։ Հովհաննեսին հաջորդում են Բենեդիկտոսը եւ Գրիգորը 16-ական, Խեմիսը 14, Ինոկենտիոսը եւ Լևոնը 13-ական։ Պիոս անունը վերցրել է 12 պապ, բայց այն ռեկորդ է գրանցել։ Այս անունով պոնտիֆիկոսներն ընդհանուր առմամբ կառավարել են 158 տարի։ Մոնիկա Հայրոյան, Renews Armenia։